Տիգրանի հարազատներից մեկը գրել է. «Կեղծ լուրեր մի տարածեք, դեռ լուր չունենք»։ Տիգրանի որոնումները շարունակվում են, ամեն ինչ արվում է նրան գտնելու համար, հույսով ու հավատով ծնողների, հարազատների ու հարյուրավոր մարդկանց սրտերում։ Արդեն մի ամբողջ շաբաթ է անցել Մարմարիկ գյուղում 2 տարեկան Տիգրանի անհետացման օրվանից։ Այդ օրվանից ոչինչ այլևս չի եղել սովորական։ Տունը լուռ, բակը դատարկ, սրտերը կոկորդին կանգնած սպասումով։ Մայիսի 4-ից սկսած բոլորի միակ աղոթքը մեկն է՝ Տիգրանը գտնվի։ Ինչ է հայտնի մինչ այս պահը, նախնական վարկածը գետն ընկնելը դեռ քննարկվում է, բայց օրեցօր ավելի է խամրում այս տարբերակի հավանականությունը։ Որոնողական խմբերը, որոնք ամեն օր աշխատում են, նշում են, որ գետը մանրակրկիտ ստուգվել է սուզորդների, ջրային տեսախցիկների, դրոնների ու կամավորների օգնությամբ։ Որոշ հատվածներ նույնիսկ փրկարարները փակել են, որպեսզի հնարավոր լինի ավելի խորը դիտարկել գետաբնի հատվածները։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ որոնողական աշխատանքները վաղ առավոտից վերսկսվել են նոր թափով։ Այս պահին կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, անօդաչու թռչող սարքեր, ջրային տեսախցիկներ, հատուկ սարքեր ձայնային արձագանքների որոնման համար։ Բազմաթիվ կամավորներ, տեղացիներ, հարևան գյուղերից մարդիկ, անգամ անհատներ Երևանից միացել են որոնումներին։ Մոտոցիկլետներով զննվում են սարալանջերը, անտառապատ տարածքներն ու նույնիսկ ժայռոտ գագաթները։ Մարդիկ հանդում են քարեր, անցնում յուրաքանչյուր թուփ ու ճյուղի տակով, հույսով, որ մի կետի տակ գուցե Տիգրանի հետքը գտնվի։ Սակայն պետք է նշել կարևոր մի հանգամանք։ Տիգրանի հարազատները, ինչպես նաև որոնողական աշխատանքներին ներգրաված պաշտոնական կառույցները հորդորում են զերծ մնալ կեղծ լուրերի տարածումից։ Որոշ մարդիկ ցավոք ծնողներին զանգահարում են ու սխալ տեղեկություն տալիս, իբր գիտեն երեխայի գտնվելու վայրը։ Սակայն հորաքրոջ կողմից այս վարկածը հերքվեց։ Հարազատները նշել են նաև, որ տեղեկատվության մեծ մասը չի հրապարակվում, որպեսզի քննությանը չվնասի։ Ինչ-որ բան չլսելը չի նշանակում ոչինչ չի արվում։ Տիգրանի ծննդյան օրը մայիսի 9-ն անցավ առանց նրա։ Լուռ հույսով բոլորն աղոթեցին. թող գոնե այսօր Տիգրանը վերադառնա, բայց ցավոք այդ օրը հրաշք տեղի չունեցավ։ Հարազատները սպասում են Տիգրանին, ինչպես նաև մի ողջ ազգ։ Լուռ հավատքով սպասեցինք, որ ծննդյանդ օրը կլինես ծնողներիդ գրկում, բայց օրը անցավ։ Մենք հույսով սպասում ենք, խնդրում ենք, կեղծ լուրեր մի տարածեք, ամեն ինչ արվում է երեխային գտնելու համար, բայց ամեն ինչ չի կարող հրապարակվել չվնասելու համար, գրել է հարազատներից մեկը։ Նման իրավիճակում մարդիկ երբեմն իրենց անզոր են զգում, բայց իրականում մենք բոլորս կարող ենք օգտակար լինել աղոթքով, սիրով, լուռ համերաշխությամբ և ամենակարևորը ճշգրիտ տեղեկատվություն տարածելով։ Տիգրանը դեռ կարող է գտնվել, և եթե հույսը չենք կորցնում, ուրեմն դեռ ամեն ինչ հնարավոր է։ Որպես ժողովուրդ, որպես ընտանիք, մենք միասին սպասում ենք նրան ոչ միայն Մարմարիկ գյուղում, այլ ամբողջ Հայաստանում։ Մայիսի 10-ից վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրաված են ավելի քան 263 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ, ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելի քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնել է Նարեկ Սարգսյանը։ Սևակ Սողոմոնյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ընկերներ, ահա գետն իջնող հատվածները, երեխային քնելն ուղղակի հնարավոր չէր։ Տեսանք դիմացի սարում 3 մեծ արծիվներ, մեզ միացել էին նաև այլ կամավորներ։ Զննեցինք դրոնով գագաթները, սարում կասկածելի հատվածները մոտոներով ստուգեցին։ Արդյոք հնարավոր է, որ երեխային առևանգեն արծիվները։
Արծիվների երեխային առևանգելու վարկածը որքան էլ զարմանալի կամ անհավանական թվա առաջին հայացքից, որոշ վայրերում քննարկվում է հատկապես այն դեպքերում, երբ փոքրիկ երեխաներն անետանում են առանց որևէ հետքի։ Սակայն նման վարկածը պետք է դիտարկել թե կենսաբանական, թե գործնական տեսանկյունից, հիմնվելով փաստերի ու իրական հնարավորությունների վրա։ Հայաստանում մինչև այժմ արձանագրված չէ որևէ դեպք, երբ արծիվը մարդու, հատկապես երեխայի վրա հարձակում գործած լինի, առավել ևս նրան ամբողջությամբ տանելու փորձ, բայց արդյոք սա ամբողջովին անհնարին է, թե շատ քիչ հավանական։ Ինչ գիտենք մենք արծիվների մասին։ Արծիվները, հատկապես լեռնային շրջաներում տարածված տեսակները, օրինակ սպիտակագլուխ կամ ոսկե արծիվը, մեծ թռչուններ են, որոնք կարող են մինչև 6-ից 7 կիլոգրամ քաշ կշռել և ունենալ մինչև 2 մետր թևած ծածկույթ։ Նրանց ճանկերն անսովոր հզոր են, կոշտ, սուր ու հարմար կենդանիներին բռնելու և օդ բարձրացնելու համար։ Սովորաբար նրանք որսում են կրծողներ, նապաստակներ, երբեմն գառներ կամ նորածի նոխազներ, սակայն նույնիսկ այս դեպքերում նրանք հիմնականում շարժվում են միայնակ, զգույշ ու կանխատեսելի կերպով։ Մարդու վրա հարձակման դեպքեր գրանցվել են շատ սակավաթիվ անգամներ և հիմնականում ոչ ուղիղ առևանգման նպատակով։ Կդիմեր արդյոք արծիվը երեխայի վրա հարձակման մարմարիկի պայմաններում։ Այո, այն, որ Սևակ Սողոմոնյանի խոսքում նշվում է 3 մեծ արծիվ նկատված գագաթներում, չի բացառում նրանց ներկայությունն այդ տարածքում։ Սակայն նույնիսկ եթե ընդունենք, որ նրանցից մեկը հնարավոր է հարձակում է գործել, առաջ են գալիս մի շարք կարևոր հարցեր։ Կշիռ և կարողություն։ 2 տարեկան երեխան միջինում կշռում է մոտ 10-ից 14 կիլոգրամ։ Դա արծվի համար ոչ միայն շատ մեծ, այլև գործնականում անհնարին կշիռ է, որը չի կարող ամբողջությամբ օդ բարձրացնել ու հեռացնել անվտանգ տարածք։ Բռնման մեխանիզմ։ Արծիվները ճանկերով կարող են բարձրացնել կշռով մոտ 2-ից 4 կիլոգրամ կենդանի, այն էլ կարճ տարածության։ Այդ իսկ պատճառով, եթե նույնիսկ փորձում էին հարձակվել, հնարավոր է երեխային վնասեին, բայց ոչ տանեին։ Գյուղի աշխուժությունը։ Մարմարիկում այդ պահին եղել են ձայներ, մարդիկ, մեքենաների շարժ։ Ոչ մի վայրի թռչուն, լինի նույնիսկ արծիվ, նման պայմաններում երեխային առևանգելու փորձ չէր անի։